Հարգել ընկերներ, ողջույն եւ այսօր անկեղծ որևէ դրամատրություն եւ դրամադրվածություն չունեմ քայլելու ընդհանրապես եկել եմ մոտակա եկեղեցու այս այգին եւ ցանկանում եմ պարզապես ձեզ հետ զրուցել իմ մասին առասարակ ներկայացնելով թե ով եմ ես, ինչու եմ ծավալել այս գործունեությունը եւ թերևս կսկսենք ամենասկզբից։ Անունս իհարկե գիտեք, Խաչիկն եմ ես, ազգանունս Արևշատյան։ Ծնվել եմ 90-ականներին, ավելի ստույգ 90 թվականին, հենց դեկտեմբերի 16-ին Երևանում, մեծամասամբ իմ կյանքի բնակվել եմ եւ բնակվում եմ Երևանում, սակայն նաեւ ունեմ Ռուսաստանի հետ կապեր հայրական կողմիցս, մասնավորապես Կրասնոդար քաղաքի հետ, բազմիցս եղել եմ այդտեղ, սակայն արդեն մոտ 15 տարուց ավել երևի թե միայն Հայաստանից միայն Վրաստան եմ գնացել հանգստանալու, մշտապես եղել եմ Հայաստանում։ Եթե խոսենք Մոսկվայի մասին, ապա այդ քաղաքը ինձ ստիպել է պարզապես սիրարվել իրեն եւ մինչ օրս ես երազում եմ այնտեղ լինելու մասին եւ հիշում եմ իմ մանկության լավ օրերը, քանի որ առաջին, երկրորդ դասարանները անցկացրել եմ եւ սովորել եմ հենց այնտեղ Մոսկվայում 166 միջնակարգ դպրոցում։ Հիանալի օրեր էին, նույնիսկ հիմա երբ ինստագրամյան տիրույթում հետևում եմ այդ դպրոցի գործունեությանը, հիշում եմ այդ օրերը, այդ դահլիճի պատերը, խոսքով ամեն ինչ ես մեծ հուշեր ունեմ կապված այդ դպրոցի եւ այդ քաղաքի հետ։ Կարծում եմ իմ ապագան կամ կլինի Հայաստանում, կամ մեկ ընդմիշտ կլինի մեկ այլ երկրում եւ այդ դեպքում այդ մեկ այլ երկիրը կլինի հենց Ռուսաստանը։ Ես շատ եմ սիրում այդ կուլտուրան, ես շատ եմ սիրում նրանց ավանդույթները, սակայն միանգամից նշեմ, որ հայ ծիսական ավանդույթին որևէ պետության եւ որևէ ազգի ավանդույթ չի կարող հասնել, սակայն ռուսների շնորհքը նույնպես ոչ թե շնորհքը, այլ հինը պահպանելու եւ մշտապես հիշելու ավանդույթը նույնպես որևէ մեկը չունի աշխարհում։ Նրանք հիանալի են պահպանում իրենց ավանդույթը, մշակույթը, փառահեղ կերպով են մատնանշում եւ նշում այդ ամենը յուրաքանչյուր տարի, գնահատում են իրենց շատ բարձր։ Այսպես շարունակեմ, ունեմ մեկ հարազատ եղբայր, մեծ եղբայր, ինձնից մեծ է 7 տարով, ունեմ բազում մորաքրոջս տղաներ, քույր, ասեմ, որ ունեմ 2 մորաքույր, նաև 2 հոր եղբայր, այսպես, 3 քույր եւ 3 եղբայր են, սիրում եմ բոլորին, տատիկ եւ պապիկ արդեն չունեմ, ասեմ, որ ինձ անվանել են իմ պապիկի պատվին, իմ պապիկի անունով, ով երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից էր եւ ունեցել է շատ ծանր կյանք։ Ասեմ նաեւ, որ ինձ էլ որևէ բան այս կյանքում չի տրվում հեշտ, ես պետք է աշխատեմ, որպեսզի հասնեմ որևէ բանի, դա փաստ է այլևս, աներքելի փաստ, սակայն ճիշտ պահին
Աստված մշտապես ինձ օգնության ձեռք է մեկնում, դա նույնպես անհերքելի փաստ է։ Այսպիսով առաջին երկրորդ դասարանները անցկացնելով Մոսկվայում ես այդ դպրոցի բառի սուղ իմաստով սիրված սանն էի, անդադ գնում էի տնօրենի մոտ, նա ինձ շատ էր սիրում, Ֆայնե Իվանովնա Լապկոյի մոտ, ով մինչ օրս գործունեություն է ծավալում այդ դպրոցում, ես ճշտել եմ վերջերս։ Ավաղ ես նրան գրում եմ Instagram-ով, նա ինձ չի պատասխանում, դժվար թե հիշի, սակայն ներկայիս տնօրենին խնդրել եմ փոխանցել նրան որոշ բաներ, կարծում եմ այդ հիշողությունները նրան կհուշեն, թե ում մասին է խոսքը։ Նաև Մոսկվայում ունեմ քույրեր, եղբայրներ, նույնպես հորեղբորս երեխաները, երկու հորեղբայրներիս, սակայն վաղուց չեմ եղել այդ վայրերում, բայց լինելու դեպքում իհարկե խոստանում եմ նկարահանել վլոգ, մի քանի վլոգ, մի քանի սերիաներով, որպեսզի ներկայացնեմ ձեր դատին։ Այսպես սկսած երրորդ դասարանից, երբ մենք արդեն տեղափոխվել ենք Երևան, ասեմ, որ հորս կողմը Մոսկվայից է, արդեն ասեցի Ռուսաստանից, ներողություն, մայրական կողմս Հայաստանից, ավելի ստույգ Մեղրիից, նաև պապիկս և տեղափոխվելով Երևան, արդեն երբվանից, երևի 7 տարեկանից, 8 տարեկանից ես այստեղ եմ ապրում, հաճախեցի Վարդգես Պետրոսյանի անվան 51 դպրոց, միջնակարգ, այդտեղ էլ ավարտեցի, որից հետո շատ ծանր օրեր էին ինձ համար, ընդունելության քննություններ, պապիկիս մահը և այլն, այդ ամենը եղավ մեկ ակնթարթում և ես շատ ծանր տար այդ ամենը, իհարկե շատ բարդ էր ինձ համար հոգեբանորեն կենտրոնանալ մաթեմատիկայի քննության օրը քննության վրա և իմանալ, որ կան այդպիսի նորություններ։ Ես ընդունվեցի Գովազդի բաժին, Սլավոնական համալսարանի, այդ ժամանակ Գովազդի բաժինը դեռ նոր էր բացվել, 1 տարի է, ընդամենը ունեին 1 շրջանավարտ և մենք կլինենք երկրորդը արդեն 5 տարի անց։ 5 տարի էր, ոչ թե 4, միանգամից մագիստրատուրան ներառում էր իր մեջ, լավ օրեր էին, իհարկե, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ես ավելի շատ սիրել եմ ուսանողական տարիները, թե դպրոցական, անկեղծ կլինեմ, կասեմ ոչ այն, ոչ էլ այն, այդքան էլ չեմ սիրել, քանի որ ես ունեցել եմ միշտ առանձին, այսպես ասած, երազանքներ, որոնք որևէ առնչություն չեն ունեցել սովորելու հետ։ Մի օր կխոսեմ այդ երազանքների մասին, ինչև ես արդեն մեծացել եմ և հասկանում եմ, որ մարդկանց հետ շփումը կարևորագույն բանն է կյանքում։ Համալսարանը ավարտելուց հետո ես այսպես ասած կորցրեցի ինձ և երկար չէի կարողանում գտնել, իհարկե շփում կար իմ մանկության ընկերների հետ, նույն բակում մեծացած ընկերների հետ, սակայն այդ շփումն էլ ժամանակի ընթացքում մոտեցավ իր ավարտին, որովհետև մենք տեղափոխվեցինք մեկ անգար վերև, էլ ապրում ենք Կոմիտասի վրա, հետո տեղափոխվեցինք մեկ անգար վերև, այդտեղ արդեն ես ընկերներ չունեի և առանձնապես չունեմ, հիմա շփվում եմ միայն իմ նույնպես մանկության ընկերների հետ, կրկնում եմ դպրոցական ընկերների հետ ընդհանրապես շփում չկա, ուսանողական ընկերների, համակուրսեցիների հետ երբեմն շփվում եմ Facebook-ում, կուզենայի հանդիպել, հաճախակի իհարկե կազմակերպում են հանդիպումներ, սակայն ինչ-ինչ պատճառներով իմ ներկա լինելը միշտ հերկվում է, չի ստացվում և այս տեսակետից
YouTube-ը իհարկե ինձ օգնեց ինչ-որ կերպ գտնել ինձ, կատարելագործվել եւ այս երկրորդ ալիքը բացելուց հետո էլ ավելի շատ է շփումը, ինքներդ եք տեսնում եւ շատ կարեւոր է իհարկե միշտ ասել եմ, էլի կասեմ, տանը չնստել, դուրս գալ, քայլել, գտնել նոր ընկերներ, եթե հինները այլևս չկան։ Սակայն խորհուրդ եմ տալիս անկախ նրանից, թե որքան ցավ է քեզ պատճառել երբևէ ընկերդ կամ որևէ մեկը, այդուհանդերձ հարաբերությունները չխզել նրա հետ, որքան էլ դա անհրաժեշտ է այդ պահին, դա անհրաժեշտ է ընդհանրապես այդ պահին եւ ժամանակ է լինում, երբ կարիք ես լինում եւ ընկերը կարիք ես ունենում եւ ընկերոջդ հետ շփման եւ առասարակ որևէ մեկի հետ շփման միշտ շուրջդ պետք է լինեն մարդիկ, երբեք մարդ չպետք է լինի մենակ։ Այսօր ընդհանրապես արդեն ասացի, տրամադրություն չունեմ անգամ որևէ բան անելու։ Հազիվ մի քիչ առաջ նկարահանել եմ ԽԱՓՄ-ի տեսանյութը, որը կլինի շատ շուտով բարեխորհրդի եթերում։ Մի տեսակ անկումային տրամադրությունը լինում են այսպիսի օրեր բոլորի մոտ, իհարկե այդ թվում նաև իմ։ Եղանակը նույնպես շատ անպամած է, սառնոտ, անձրև է կաթում տեղ-տեղ, երբեմն այս ամենը ինձ իհարկե դուրս չի գալիս, կցանկանայի, որ եւ իմ մոտ, եւ ձեզ մոտ, եւ բոլորի մոտ միշտ լինի լավ տրամադրություն, որքան էլ դա անհնար է, քանի որ տրամադրությունը չի կարող միշտ լինել լավ, պետք է լինի նաեւ վատ, պետք է լինի նաեւ տարբեր տեսակի, քանի որ մարդու էությունն է այդպիսին եւ պետք չի վախենալ ոչ լավ տրամադրությունից, ոչ վատ, ոչ դեպրեսիվ, ոչ հիստերիկ։ Դրանք բոլորը մարդու համար են ստեղծված եւ ներառված են մարդու գենետիկայի մեջ։ Ունեմ նաեւ հայր եւ մայր, փառք Աստծո, շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ իմ հարազատները իմ կողքին են, ցանկանում եմ, որ բոլորի հայրերը եւ մայրերը լինեն իրենց կողքին, որքան հնարավոր է երկար։ Հայրս երաժիշտ է, շատ մեծ ստաժով, ժամանակին ուզում էր ինձ երաժշտություն սովորեցնել, նույնիսկ ես ինքս էի ուզում, եւ հայրս եւ պապիկս շատ տաղանդավոր երաժիշտներ են եղել եւ հորս պապիկը շատ տաղանդավոր դերասան է եղել, Արտաշես Արևշեցյանն է, ով իր դերակատարումը ունի Սայատնովա ֆիլմում, խաղացել է Աշուղ Դոստի դերում, եթե տեսնեք, ճանաչեք, դա իմ գենը ներկայացնող հորս պապիկն է եւ հորս անվանել են պապիկիս անունով, նույնպես ինչպես ինձ իմ պապիկի, այնպես էլ հորս իր պապիկի անունով Արտաշես։ Այսպիսին է Արևշեցյանների գենը, շատ հումորով, շատ տաղանդավոր մարդիկ են, շատ եւ յուրաքանչյուր Արևշեցյան, այդ ազգանունը ներկայացնող անձնավորություն տաղանդավոր է ինչ-որ կողմով, մեկ կամ մի քանի կողմերով։ Անձրև է գալիս, շարժվենք, մի փոքր քայլենք եկեղեցու շուրջ, ես ձեզ չեմ ցուցադրել եկեղեցու մյուս կողմը, հիմա տեսնենք, ինչու չեմ ցուցադրել, անկեղծ ես նույնպես երբեք չեմ եղել մյուս կողմում, հիմա իջնենք եւ կհասկանանք, թե ինչ էր հենց ներկայացնում։ Եկեղեցու հակառակ կողմը ինչպես եւ ենթադրվում էր հասկանալ,
մեքենաների համար կայանը տեղի է այստեղ կառուցված երբ լինում են հարարողություններ, ինչպիսիք են հարսանիքը եւ այլն, կնունքը բնականաբար գալիս են մեքենաներով մարդիկ եւ կայանում են իրենց մեքենաները հենց այստեղ։ Տեսեք։ Ինձ համար էլ շատ հետաքրքիր, կրկնում եմ, ես երբեք դեռ այստեղ չեմ եղել։ Տեսեք գեղեցիկ ծառերը, եղևնիները, սոճիները ընկված հիանալի է։ Գիտեք, ես երազում եմ, երբ մի օր ունենամ իմ սեփական տունը, ոչ թե բնակարան, այլ տունը իր տարածքով, նույնպես տնկելու եմ եղևնիները այսպիսի, որոնք իմ ետևում են եւ թողնելու եմ, որ տարիներով աճեն եւ հենց այդ եղևնիների վրա էլ մեր բակում իմ տան բակում արդեն մենք կհավաքենք ամանորյա տոնածառը ընտանիքով եւ դա կլինի մշտապես այն երազանքներից մեկն է։ Տեսեք, թե ինչ գեղեցիկ է այս մասը։ Եթե ես իմանայի, որ այստեղ այս գեղեցիկ տարածքն է կառուցված, հաճախակի այստեղ կլինեի անկեղծ, որովհետև աղմուկը քիչ է, գեղեցիկ է, հատկապես ամռան օրերին կլինի բավականին հով, քանի որ քամոտ է, պարզապես հրաշալի է, տեսեք այս փոքրիկ ծառերը նոր են տնկված, հիանալի մտահղացում, այսպես շարունակելով խոսել իմ մասին, կարծես թե ամեն ինչ ձեզ պատմեցի արդեն, կիսվեցի, տրամադրությունս այդ անկումային վիճակը մի փոքր ուղղվեց, բարելավեց, բարձրացավ, ինչի համար շնորհակալ եմ ձեզ եւ գիտեք թե դրա հետևանքը արդյոք որն է։ Այն է, որ արդեն կրկնեցի, մարդ պետք է անընդհատ խոսի, որպեսզի բոլոր նեգատիվ տրամադրությունները, իրավիճակները դուրս գան իր միջից եւ ամեն ինչ լինի նորմալ։ Տեսեք իմ ետևում չորացված լիճն է, որի մասին ես խոսել եմ իմ վլոգերից մեկում, երազանքների լիճը, արդեն անունը գիտենք։ Եվ այս կողմից արդեն տեսեք եկեղեցու բարձրանում ենք դեպի եկեղեցու հիմնական բակը, որտեղ տեղակայված են նստարանները, որտեղ ես նստած էի մի փոքր առաջ։ Բարձրանանք։ Կարծես թե ես ինձ արդեն գտնում եմ ինձ տրված կյանքում եւ դա շատ կարեւոր է։ Ասացի արդեն, որ ունեցել եմ սեր գրելու հանդեպ, առաջ գրում էի ոտանավորներ, հիմա արդեն անցել եմ պրոզային, այսինքն պատմություն եմ գրում, որը հետագայում դառնալու է գիրք։ Ամեն բան կա, պետք է մոտեցնել ավարտին եւ ես դա անկասկած կանեմ։ Կյանքում լինում են պահեր, երբ մարդ չի հասկանում, թե ինչ է իր հետ կատարվում, անդադ տագնապի մեջ է լինում, ինչ-որ բան է ուզում ինքը իրենից կամ ինքը իր շրջապատից, իր կյանքից, բայց չի հասկանում, թե ինչ։ Եվ ես ընկել էի 2 տարվա չափով այդ իրավիճակի մեջ, ասեմ, որ նույնիսկ թշնամուց չեմ ցանկանա, պետք է անընդհատ ինչ-որ բանով զբաղվել, անընդհատ, մարդ իրավունք չունի նստելու տեղը, մարդ չպետք է ինքը իրեն խղճա
եւ անընդհատ պետք է գտնի զբաղմունք, անընդհատ։ Սա ընդունեք որպես մի մեծ խորհուրդ իմ կողմից ձեզ։ Եվ ժամանակի ընթացքում ես հասկացա, թե ինչն էր ինձ պակասում։ Ես հասկացա, որ ես միշտ ունեցել եմ ուշադրության պակաս, ուշադրության դեֆիցիտ, որովհետև ես միշտ բարձր եմ գնահատել ինձ, ես միշտ մտածել եմ, որ ես ինչ-որ մեկն եմ, ում առջև պետք է բոլորը խոնարհվեն, ում տաղանդի առջև, ով ինչ-որ ֆենոմեն է եւ այլն, գիտեք ոնց։ Ձեզ ասեմ, որ յուրաքանչյուր մարդու մեջ կա ֆենոմենի այսպիսի մի սերմացու, որը երբեք չի զարգանա, եթե այն չզարգացնես։ Յուրաքանչյուր անձնավորության մեջ կրկնում եմ այս կյանքում մոլորակի վրա կա ֆենոմենի ջիղ, սակայն եթե այդ ջիղը չզարգացնել, երբեք ոչինչ չի կարող գնալ առաջ եւ մարդը պարզապես կմնա տեղում դոփված եւ անընդհատ կլինի ինքը իրենից դժգոհ։ Ուստի հասկանալով բուն պատճառը իմ իրավիճակի, ես հասկացա նաեւ իմ բոլոր սխալները, որոնք արել եմ այս տարիների ընթացքում եւ դա մեկ սխալն էր։ Այն էր, որ ես ունեի ջիղ, ինչպես եւ բոլոր մարդիկ, սակայն տեղիցս չէի շարժվում։ Ինձ թվում էր, թե նստած տեղում ես պետք է հասնեմ ինչ-որ բանի եւ իմ երազանքները կատարվեն, ոչ։ Երբեք նման բան չի լինելու։ Մոռացեք դրա մասին բոլորդ։ Երբեք ոչ ոք ձեզ կուտեղի վրա ոչինչ չի մատուցելու։ Դուք պետք է հասնեք այդ ամենին ինքներդ։ Իսկ եթե կարողանաք բացահայտել ձեր մեջի ֆենոմենի ջիղը, այդ սերմացում, այսպես ասած, այդ սերմը, որը պետք է տնկել եւ անդադ ջրել, որպեսզի այն աճի եւ պտուղ տա տարիներ անց, եթե դուք կարողանաք դա բացահայտել, դա կլինի գործի 50%-ը։ Իսկ մյուս 50-ը կգա այն ժամանակ, երբ կսկսեք շարժվել այդ ուղղությամբ։ Հարգելի ընկերներ, այսօր այսքանը, կարծում եմ կիսվեցի շատ օգտակար խորհուրդներով, ինչպես միշտ ելնելով իմ փորձից, ինչպես միշտ զգալով այդ ամենը, կիսվում եմ ձեզ հետ եւ իմ սխալներով, եւ ձեռքբերումներով, եւ ինչ է պետք, ոնց է պետք։ Այդ ամենի միջով ես անցել եմ։ Դեռ կհանդիպենք, ձեզ հետ ինչպես միշտ խաչիկներ, ինչ նոր։